Տիկին Աննա, անկեղծորեն շնորհավորելով ձեզ, որ ձեր քաղաքացիական ամուսնությունը վերածել եք օրինական ամուսնության եւ զաքսավորվել եք, բայց հայ առաքելական Սուրբ եկեղեցու ավատավոր զավակները նույնիսկ դրանից առաջ պսակադրվում են, բայց դրանից հետո էլ կարող է պսակադրվեն, որևէ խնդիր չկա։ Հիմա անպայման ես կարծում եմ, որ դուք պետք է հագնեք հարսի շոր, չգիտեմ, զաքս ոնց եք գնացել եւ գնաք եկեղեցի պսակադրվելու։ Եթե ձեր քիչ առաջ իմ կողմից կարդացված բառերը համապատասխանում են իրականությանը, ապա ես կարծում եմ դուք կդիմեք վեհափառ հայրապետի եւ խնդրեք վեհափառ հայրապետից, այսօր նա է հայ առաքելական Սուրբ եկեղեցու հովիվը, հայրապետը եւ խնդրեք, որ ինքը ձեր պսակադրությունը կատարի եւ օրհնի ձեր պսակադրությունը։ Իսկ եթե դու դա չանեք, նշանակում է ձեր այս զաքսավորվելը այլ նպատակ է ունեցել ի սկզբանե, որտեվ մենակ այսուհետ է համատեղ կյանքով ձեռք բերված, գույքը դառնում երկուսիդ հավասար սեփականությունը, որտեվ մինչև այդ դուք որևէ ձևով օրինական ամուսիններ չեք եղել եւ այնինչ կուտակել եք դուք ձեզ է մնալու, այնինչ կուտակել է Նիկոլ Փաշինյանը, մնալու է Նիկոլ Փաշինյանի։ Եվ դա արել եք դիտավորյալ ու հատկապես, որպեսզի հայ առաքելական Սուրբ եկեղեցին վերջնականապես կործանումը հռչակելու համար գրակ եւ կարգալույծ եղած քահանայի եւ կարգալույծ եղած ուրեմն եպիսկոպոսի կամ դավադիր այդ 10-ից մեկի մոտ պսակադրվել։ Սա կնշանակի միանգամայն ուրիշ բան, որ ձեր ամուսնության օրինականացումը գույքի հետագա տրորիդման նշանակություն է ունեցել։ Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանը վստահ չի, որ ինքը 26 թվականին ընտրվելու է, չնայած թուրքական ողջ աշխարհը, ամբողջ արևմուտքը, եվրոպական երկրները խախտելով բոլոր միջազգային չափանիշները բացահայտ ոչ միայն խոսքերով, այլ գործողություններով միջամտում են Հայաստանի ներքին գործերին, այն է մասնակցում են Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններին, չնայած դրանում մեղադրում են Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ մտավախություն ունենալով, որ չընտրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանը ձերբակալվելու է եւ ամբողջ ունեցվածքը, բնականը ինչ տեղի կունենա այդ ունեցվածքի հետ, որոշել է նախորոք այդ ունեցվածքները տարանջատել, իրան թողնել շատ քիչ, իսկ այն ինչ որ ձեր անունով է քաբլիցի, որևէ մեկի անմեղության կանխավարկածը ես չեմ ուզում խախտել, բայց չի բացառվում, որ նման իրավիճակ կարող է լինել, դա կբնա ձեզ եւ դրա կդնի անձեռնամխելի, որովհետեւ ձեռք եք բերել մինչեւ ձեր օրինական ամուսնությունը եւ կվայելեք ձեր զավակների հետ։ Իհարկե այստեղ մտածելու տեղ կա եւ իրավական, եւ քաղաքական, եւ ինչպես ձեր ամուսինն ասում, սոցիալ հոգեբանական եւ կրթական, որտեղ չի բացառվում, որ մի խոսքով դա հետևանքներ ունենա եւ ոչ այնքան լավ։ Այնց որ ձեր պսակադրվելու արարողությունը մենակ ցույց կտա, թե որն է եղել ձեր ուրեմն օրինական զաքսավորվելու հիմնական նպատակը։